Անկման եզրին գտնվող ընկերությունը պահում է մի մթագին գաղտնիք, որի դեմ ոչ մեկը չի համարձակվում դուրս գալ։ Մինչ մի մաքրուհի, բոլորի համար անտեսանելի, բացահայտում է միլիոնավորների կոռուպցիոն սխեմա։ Խայտառակված ու ծաղրված, նա որոշում է ապացուցել ճշմարտությունը իր քաջությամբ մտքով։ Եվ այն, ինչ սկսվում է որպես միայնակ քայլ, փոխում է հարյուրավոր կյանքեր, ներառյալ նա իրենը։ Նախքան այս պատմությունը սկսելը, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանել տեսանյութը, ինչը շատ կարևոր է մեզ համար, ասացեք, թե որ քաղաքից եք դուք դիտում այս պատմությունը։ Առավոտյան ժամը 5-ն էր։ Զարթուցիչը զնգում էր Շենգավիթի փոքրիկ, նեղլիկ սենյակում, Մարինե Վարդանյանն արդեն ոտքի էր կանգնել նույնիսկ երկրորդ զնգոցից առաջ։ 32 տարեկանում նա մշակել էր մի առօրյա, որը ճշգրիտ էր, ինչպես շվեյցարական ժամացույցը։ Արագ լոգանք, սուրճ առանց շաքարի, համբույր մոր ճակատին, որը դեռ քնած էր կողքի սենյակում, 1.5 ժամվա ճանապարհ հասարակական տրանսպորտով մինչ կենտրոնի բիզնես կենտրոն։ Մարինեն պարզապես հերթական մաքրուհին չէր։ Նա այն մաքրուհին էր, որն առաջինն էր գալիս, վերջինը գնում, որն այդ հայելապատ ապակե շենքի ամեն անկյունը գիտեր բոլորից լավ։ Արդեն 6 տարի նա աշխատում էր Ararat Consulting-ում, մի խորհրդատվական ընկերությունում, որը զբաղեցնում էր 3 ամբողջական հարկ ուներ 200-ից ավելի աշխատակից։ 6 տարի հատակները սրբելով, թղթերը դասավորելով, աղբամանները դատարկ է։ Լով գրեթե անտեսանելի լինելով բոլոր նրանց համար, ովքեր կոստյում ու փողկապ էին կրում։ Բայց Մարինեն ամեն ինչ տեսնում էր։ Տեսնում էր, թե ինչպես են ղեկավարները սթրեսահար գալիս, քարտուղարուհիները շշնջում միջանցքներում, պրակտիկանտները վազվզում այս ու այն կողմ, փաստաթղթերի կույտերը ձեռքներին։ Տեսնում էր նա այն, ինչ չպետք է տեսներ։ Աղբը նետված կարոր թղթեր, ցածր ձայնով հեռախոսազրույցներ, փակ դռների հետում տեղի ունեցող հանդիպումներ, որոնք ավարտվում էին անհանգիստ դեմքերով։ 2024 թվականի այդ շոգ փետրվարին ինչ-որ բան այլ էր։ Մարինեն դա զգում էր օդի մեջ, ինչպես իր մայրը, տիկին Անահիտը, ժամեր առաջ զգում էր անձրի գալը, մինչ առաջին ամպերի հայտնվելը։ Միջանցքներն ավելի լարված էին, մարդիկ ավելի քիչ էին խոսում, կար մի մշտական խշշոց, որը նա չէր կարողանում վերծանել։ Կարծես փոթորիկ էր մոտենում, միայն ինքն էր նկատում նշանները։ Տիկին Անահիտը 3 տարի առաջ կաթված էր տարել, այդ օրվանից Մարինեն աշխարհի հոգսերն իր ուսերին էր կրում։ Նա թողել էր համալսարանի կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսը, վաճառել էր իր հին մեքենան, որը մեծ դժվարությամբ էր կարողացել գնել, ամեն լուման ուղղել էր բուժմանը, ֆիզիոթերապիային դեղորայքին։ Մայրն ավելի լավ էր, դժվարությամբ կարողանում էր խոսել շարժվել, բայց Մարինեն գիտեր, որ նա դեռ շատ խնամքի կարիք ունի։ Այդ պատճառով, այդ աշխատանքը պարզապես աշխատանք չէր։ Դա միակ բանն էր, որը ոտքի վրա էր պահում նրանց երկուսին։ Մի 5-շաբթի օր էր, երբ ամեն ինչ փոխվեց։ Մարինեն 12-րդ հարկում էր, մաքրում էր գլխավոր նիստերի դահլիճը, երբ ձայներ լսեց տնօրինության սենյակից։ Նա գաղտնալսելու մտադրություն չուներ, բայց ձայները բարձր էին, դրանցից մեկը ծանոթ էր թվում։ Դա պարոն Դավիթ Մարտիրոսյանն էր, գործադիր տնօրենը, 50-անց մի տղամարդ, որը միշտ քաղաքավարի բարում էր նրան, երբ տեսնում էր միջանցքներում։ Իրավիճակը կրիտիկական է, ընկերներ։ Պարոն Դավիթի ձայնը լարված էր, տարբերվում էր նրա սովորական վերահսկվող տոնից։ Թվերը ամիսներ շարունակ չեն համընկնում։ Մենք աշխատում ենք վնասով ավելի երկար, քան կուզենայի խոստովանել։ Մարինեն դադարեցրեց սեղանը մաքրելը, առանց կամենա։ Լու մոտեցավ դռանը։ Գիտեր, որ սխալ բան է անում, բայց այդ խոսակցության տոնի մեջ ինչ-որ բան նրան անհանգստացնում էր։ Քանի մարդու պետք է ազատենք։ Դա Լուսինե Սարգսյանի, ֆինանսական տնօրենի ձայնն էր, 40-ամյա մի լուրջ կին, որին Մարինեն հարգում էր, քանի որ նա բոլորի հետ վարվում էր նույն քաղաքավարությամբ, անկախ պաշտոնից։ Ես խոսում եմ աշխատակազմի 70%-ի մասին, Լուսինե։ Այլ ելք չեմ տեսնում։ Եթե մենք դա չանենք առաջիկա 30 օրվա ընթացքում, ստիպված կլինենք փակել դռները։ Մարինեի սիրտը սկսեց բուռն բաբախել։ 70%։ Դա նշանակում էր 100-ից ավելի ընտանիք, առանց աշխատանքի։ Դա նշանակում էր ինքը տիկին Անահիտը փողոցում, առանց գումարի դեղերի, վարձի, սննդի համար։ Դա նշանակում էր, որ բոլոր այն դեմքերը, որոնք նա տեսնում էր ամեն օր միջանցքներում, կանհետանային, նրանց կյանքերը գլխիվայր շուռ կգային։ Համոզված եք, որ այլընտրանք չկա։ Լուսինեի ձայնը տխրությամբ էր լցված։
Այդ մարդիկ վստահում են ընկերությանը։ Շատերն այստեղ տարիներով են աշխատում։ Հավատա, Լուսինե, եթե այլ ջա նապար լիներ, ես արդեն գտած կլինեի։ Ընկերությունը փող է կորցնում, ես չեմ կարողանում հասկանալ, թե որտեղից է առաջացել այս անցքը հաշիվներում։ Գործառնական ծախսերը կտրուկ աճել են վերջին ամիսներին, որքան էլ վերլուծում եմ հաշվետվությունները, չեմ կարողանում պարզել, թե որտեղ ենք մենք գումար կորցնում։ Մարինեն ականջն ավելի մոտեցրեց դռանը։ Այդ խոսակցության մեջ ինչ-որ բան տրամաբանական չէր։ Նա այդ ընկերությունը գիտեր բոլորից լավ։ Գիտեր, երբ էին նոր սարքավորումներ գալիս, երբ վերանորոգումներ էին լինում, երբ աշխատակազմն էին ավելացնում։ Եվ վերջին ամիսներին, որքան նա նկատել էր, դրանցից ոչինչ տեղի չէր ունեցել։ Իրականում, ընկերությունը կարծես թե բնականon էր գործում, նույն սովորական ծախսերով։ Ռուբենը չկարողացավ բացատրել ծախսերի այդ աճը, հարցրեց Լուսինեն, Մարինեն հարցի մեջ այլ տոն նկատեց, կարծես թաքնված կասկած կար այնտեղ։ Ռուբեն Ավետիսյանը 6 ամիս է, ինչ զբաղվում է վարչական մասով, թվերը միայն վատացել են, երբ նա ստանձնեց պաշտոնը։ Նա ասում է, որ դրանք անհրաժեշտ ճշգրտումներ են, գործընթացների արդիականացում, ռազմավարական գործընկերություններ։ Բայց անկեղծ ասած, ես ոչ մի տեղ գործնական արդյունք չեմ տեսնում։ Այդ պահին Մարինեն միջանցքում քայլերի ձայն լսեց։ Արագ վերադարձավ սեղանը մաքրելուն, ծածնելով, թե ոչինչ չի լսել։ Բայց նրա գլուխը եռում էր։ Ռուբեն Ավետիսյան։ Նա այդ անունը շատ լավ գիտեր։ Դա վարչական տնօրենն էր, որը մի քանի ամիս առաջ էր եկել, 40 անց մի տղամարդ, միշտ լավ հագնված, որը բարձր էր խոսում հեռախոսով, իր սեղանը միշտ շատ խառն էր թողնում։ Մարինեն ամեն օր մաքրում էր այդ սեղանը, վերջերս մի տարօրինակ բան էր նկատել։ Ռուբենը շատ զանգեր էր ստանում մարդկանցից, որոնք երբեք չէին հայտնվում գրասենյակում, փաստաթղթեր էր ստորագրում ընկերությունների հետ, որոնց մասին նա երբեք չէր լսել, անընդհատ կարևոր թղթեր էր նետում աղբը։ Մարինեն, որը մանկուց հետաքրքրասեր էր, սովորություն ուներ արագ հայացք գցել թղթերին, դրանք դեն նետելուց առաջ։ Ի վերջո երբեմն գտնում էր կարևոր փաստաթղթեր, որոնք մարդիկ կորցնում էին, նա անպայման վերադարձնում էր դրանք։ Բայց վերջին շրջանում Ռուբենի նետած թղթերն այլ էին։ Հաշիվ ապրանքագրեր, շատ բարձր գումարներով, փոխանցումներ, տարօրինակ անուններով ընկերություններին, վճարումների թույլտվություններ, որոնք նա երբեք առաջ չէր տեսել։ Այն ժամանակ Մարինեն մտածել էր, որ դա նրա աշխատանքի բնականon մասն է, բայց հիմա, լսելով այդ խոսակցությունը, կտորները սկսում էին իրար միանալ մի ձով, որը նրան խորապես անհանգստացնում էր։ Երբ ավարտեց այդ սենյակի մաքրությունը, Մարինեն իջավ 10-րդ հարկ, գլուխը հազար ու մի մտքերով լի։ Օրվա մնացած մասն անցկացրեց, փորձելով բնականon աշխատել, բայց չէր կարողանում մտքից հանել պարոն Դավիթի խոսքերը։ Աշխատակիցների 70%-ը կազատվի։ 100-ից ավելի ընտանիք կկործանվի։ Եվ նա աճող կասկած ուներ, որ այդ ճգնաժամն այնքան էլ բնական չէր, որքան թվում էր։ Այդ գիշեր, տուն վերադարձի ավտոբուսում, Մարինեն պատուհանից նայում էր քաղաքի լույսերին, մտածում իրեն սպասող մոր մասին։ Տիկին Անահիտը միշտ ասում էր, որ ամեն ինչ պատճառով է տեղի ունենում, որ յուրաքանչյուր մարդ ծնվում է մի նպատակով, նույնիսկ եթե տարիներ են պահանջվում պարզելու համար, թե որն է դա։ Գուցե դա իր նպատակը պարզելու պահն էր։ Տուն հասնելով նա գտավ տիկին Անահիտին փոքրիկ հյուրասենյակում հեռուստասերիալ դիտելիս։ Մայրը ժպտաց, երբ տեսավ նրան ներս մտնում, Մարինեն զգաց, թե ինչպես սիրտը սեղմվեց։ Ինչպես էր բացատրելու նրան, որ գուցե կորցնի աշխատանքը։ Ինչպես էր ասելու, որ գուցե այլս գումար չունենա դեղերի համար։ Ինչպես անցավ աշխատանքդ այսօր, աղջիկս, հարցրեց տիկին Անահիտը, կատվածի հետանքով մի փոքր դանդաղ, բայց միշտ քնքուշ ձայնով։ Նորմալ էր, մամ։ Ինչպես եք ձեզ զգում։ Լավ եմ, փառք Աստծո։ Դու անհանգիստ տեսք ունես։ Ինչ որ բան է պատահել։ Մարինեն նայեց մորը, որոշում կայացրեց։ Չէր պատմի աշխատանքից ազատվելու հավանականության մասին, գոնե դեռս։ Բայց նա ձեռքերը ծալած չէր սպասելու, թե ինչ կլինի։ Եթե այդ ընկերությունում ինչ-որ սխալ բան էր կատարվում, եթե ինչ-որ մեկը գողանում էր այն գումարը, որով վճարվում էր այդքան շատ աշխատասեր մարդկանց աշխատավարձը, նա կբացահայտեր դա։ Ոչինչ չի պատահել, մամ։ Ուղղակի հոգնած եմ։ Բայց մինչ օգնում էր տիկին Անահիտին ընթրիքի հարցում, իսկ հետո ուղեկցում նրան մինչ սենյակ, Մարինեն արդեն ծրագիր էր կազմում։
Նա 3 կիսամյակ սովորել էր կառավարում։ Հասկանում էր թվերից, աղյուսակներից, թե ինչպես է գործում ընկերությունը։ Եվ ամենակարևորը, նա ուներ հասանելիություն տեղեկատվության, որը ոչ ոք չուներ։ Բոլորը նրան տեսնում էին որպես սովորական մաքրուհի, բայց այդ անտեսանելիությունը կարող էր դառնալ նրա ամենամեծ ուժը։ Ուրբաթ առավոտյան Մարինեն աշխատանքի եկավ այլ վճռականությամբ։ Սկսեց ուշադրություն դարձնել յուրաքանչյուր մանրուքի, յուրաքանչյուր խոսակցության, յուրաքանչյուր փաստաթղթի, որ տեսնում էր։ Ճաշի ընդմիջմանը աշխատակիցների ճաշարան իջնելու փոխարեն նա բարձրացավ ընկերության գրադարան, մի վայր, որը գրեթե ոչ ոք չէր օգտագործում, սկսեց ուսումնասիրել այն ընկերությունների մասին, որոնց անունները տեսել էր աղբը նետված թղթերի վրա։ Այն, ինչ նա գտավ, նրան էլ ավելի կասկածամիտ դարձրեց։ Ընկերություններից մեկը, Հայաստանի ստրատեգիկ զարգացում (ՍՊԸՆ) գրանցված էր մի հասցեում, որը, ըստ Google Street View-ի, ամբողջովին դատարկ հողամաս էր։ Մյուսը ազգային առաջավոր խորհրդատվությունը նույնիսկ առցանց որոնումներում չէր հայտնվում։ Ընկերությունների համար, որոնք ենթադրաբար միլիոնավորների գործարքներ էին կնքում Ararat Consulting-ի հետ, շատ տարօրինակ էր որևէ թվային ներկայություն չունենալը։ Ուրբաթ երեկոյան, երբ աշխատակիցների մեծ մասն արդեն գնացել էր, Մարինեն մաքրում էր Ռուբենի սենյակը, երբ գտավ մի բան, որը ստիպեց նրա սիրտը կանգ առնել։ Ամսագրերի կույտի տակ թաքնված էր մի փոքրիկ, ֆլեշ կրիչ, որը նա երբեք առաջ չէր տեսել։ Մի պահ նա տատանվեց։ Տնօրենի անձնական իրերին դիպչելը կարող էր նրա համար մեծ խնդիրներ ստեղծել։ Բայց հետո հիշեց հինգշաբթի օրը լսած խոսակցությունը, հիշեց 100-ից ավելի ընտանիքներին, որոնք կորցնելու էին իրենց աշխատանքը, հիշեց տանը գտնվող մորը, որը կախված էր այն գումարից, որը նա վաստակում էր այնտեղ։ Նա ֆլեշ կրիչը դրեց համազգեստի գրպանը, ավարտեց մաքրությունը, կարծես ոչինչ տեղի չէր ունեցել։ Ռուբենն արդեն ժամեր առաջ գնացել էր, այնպես որ վտանգ չկար, որ նա անմիջապես կբացահայտեր իր անհետացումը։ Բայց Մարինեն գիտեր, որ անցնո է մի գիծ, որից գուցե այլս չկարողանա վերադառնալ։ Հանգստյան օրերին, տանը, Մարինեն նայում էր խոհանոցի սեղանին դրված ֆլեշ կրիչին։ Տիկին Անահիտը քնած էր, նա ամբողջ կեսօրն անցկացրել էր, մտածելով, թե ինչ անել։ Տանը համակարգիչ չուներ, բայց գիտեր, որ Լուսինե Սարգսյանը, ֆինանսական տնօրենը, երբեմն մինչ ուշ աշխատում էր վստահելի մարդու տպավորություն էր թողնում։ Երկուշաբթին եկավ այլ էներգիայով լի։ Մարինեն գիտեր, որ պետք է որոշում կայացնի։ Երբ տեսավ Լուսինեին վաղ գալիս, առավոտյան 8-ից առաջ, նա քաջություն հավաքեց մոտեցավ։ Տիկին Լուսինե, ներողություն անհանգստացնելու համար։ Կարող եմ մի րոպե ձեզ հետ խոսել։ Լուսինեն զարմացած նայեց նրան։ Ընկերությունում աշխատելու 6 տարիների ընթացքում Մարինեն երբեք չէր խնդրել խոսել որևէ տնօրենի հետ։ Իհարկե, Մարինե։ Ինչ է պատահել։ Բանն այն է, որ ես պատահաբար մի խոսակցություն լսեցի հինգշաբթի օրը, այն մասին, որ ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի, պետք է շատ մարդկանց աշխատանքից ազատի։ Եվ ես կարծում եմ, որ ինչ-որ բան գիտեմ, որը կարող է օգնել։ Լուսինեն շուրջը նայեց, ստուգելով, թե արդյոք մոտակայքում մարդ չկա, Մարինեին նշան արեց, որ մտնի իր սենյակ։ Ինչ ես լսել կոնկրետ։ Մարինեն պատմեց Լուսինեի պարոն Դավիթի միջ տեղի ունեցած խոսակցության մասին, ներողություն խնդրեց պատահաբար լսելու համար, բացատրեց իր կասկածները Ռուբենի, աղբը նետած փաստաթղթերի վերաբերյալ։ Երբ նա ցույց տվեց ֆլեշ կրիչը, Լուսինեն շատ լրջացավ։ Մարինե, դու գիտակցում ես, թե ինչ ես ինձ ասում։ Եթե քո կասկածները ճիշտ են, մենք խոսում ենք շատ լուրջ բանի մասին։ Գիտեմ, տիկին Լուսինե։ Բայց եթե ինչ-որ մեկը գողանում է ընկերության գումարը, դա ճիշտ չէ։ Շատ մարդիկ կան, որոնք այս աշխատանքի կարիքն ունեն, որոնք ընտանիք ունեն պահելու։ Լուսինեն երկար լռեց, նայելով Մարինեին մի հայացքով, որը խառնուրդ էր զարմանքի հարգանքի։ Դուք կառավարում եք ուսումնասիրել, այնպես չէ։ 3 կիսամյակ։ Ստիպված էի դադարեցնել, երբ մայրս հիվանդացավ։ Եվ դու պատրաստ ես ինձ օգնել հետաքննել սա։ Որովհետև եթե մենք ճիշտ ենք, սա կարող է շատ վտանգավոր լինել քեզ համար։ Մարինեն մտածեց տանը գտնվող ողմոր տարիներ շարունակ այնտեղ աշխատող գործընկերների, այն ընտանիքների մասին, որոնք կկործանվեին, եթե ընկերությունը փակվեր կոռուպցիայի պատճառով։ Պատրաստ եմ։ Այդ պահին Մարինեն չգիտեր, որ պատրաստվում է փոխել ոչ միայն իր սեփական կյանքը, այլ այն ընկերության ողջ կառուցվածքը, որտեղ աշխատում էր։
Չգիտեր, որ մի քանի շաբաթից հայտնի կդառնա ամբողջ երկրում որպես այն կինը, որը քաջություն ունեցավ դիմակայելու կորպորատիվ կոռուպցիային։ Չգիտեր, որ իր գործելու որոշումը, նույնիսկ թերագնահատված անտեսանելի լինելով, կոգեշնչի հազարավոր մարդկանց պայքարել արդարության համար։ Այն ամենը, ինչ նա գիտեր, այն էր, որ չէր կարող ձեռքերը ծալած նստել, տեսնելով, թե ինչպես են այդքան շատ ազնիվ մարդիկ վճարում ուրիշների հանցագործության համար։ Եվ նույնիսկ վախենալով, նույնիսկ հստակ չիմանալով, թե ինչ անել, Մարինե Վարդանյանը պատրաստ էր պայքարելու։ Փոթորիկը, որը նա կանխազգացել էր, դեռ նոր էր սկսվում։ Լուսինե Սարգսյանը երբեք այնքան ուշադիր չէր նայել Մարինեին, որքան այդ երկուշաբթի առավոտյան։ 6 տարի շարունակ մաքրուհին մշտակա։ Բայց գրեթե անտեսանելի ներկայություն էր Արարատ Կոնսալթինգ-ի միջանցքներում։ Այժմ նստած իր սենյակում, ձեռքին ֆլեշ կրիչ աչքերում փայլող վճռականությամբ, Մարինեն բոլորովին այլ մարդ էր թվում։ Մարինե, նախքան այս ֆլեշ կրիչը ընկերության որե համակարգչին միացնելը, ուզում եմ, որ մի բան հասկանաս։ Լուսինեն փակեց սենյակի դուռը, իջեցրեց ձայնը։ Եթե քո կասկածները ճիշտ են, մենք գործ ունենք շատ հզոր մարդկանց հետ։ Ռուբենն ազդեցիկ ընկերներ ունի, եթե նա իսկապես ներգրավված է անօրինականությունների մեջ, նա հանգիստ չի ընդունի իր բացահայտումը։ Մարինեն ուղեց համազգեստը, ուղիղ նայեց Լուսինեի աչքերին։ Տիկին Լուսինե, ես մեծացել եմ Երանի ծայրամասում։ Մայրս 3 երեխա է մեծացրել, տնային աշխատող լինելով, երբեք իր գործատուներից 1 դրամ անգամ չի գողացել։ Երբ նա կաթված ստացավ, ես կարող էի հանձնվել, բայց չհանձնվեցի։ Եթե ինչ-որ մեկը գողանում է այն գումարը, որով մեր աշխատավարձն են վճարում 100-ից ավելի ընտանիքների փողոց է նետում, ես լուրջ չեմ մնալու։ Մարինեի ձայնի վճռականությունը տպավորեց Լուսինե։ Ին ֆինանսական տնօրեն աշխատելու 6 տարիների ընթացքում նա գործ էր ունեցել փորձառու ղեկավարների, հայտնի խորհրդատուների, միլիոնատեր ներդրողների հետ։ Բայց երբեք այնպիսի անկեղծ քաջություն չէր տեսել, ինչպիսին տեսնում էր այդ պահին։ Լավ։ Միասին կհետաքննենք։ Բայց մենք պետք է շատ զգույշ լինենք։ Լուսինեն իր անձնական նոութբուքը հանեց դարակից։ Մենք չենք օգտագործի ընկերության որե համակարգիչ։ Եվ այն ամենը, ինչ մենք այստեղ կբացահայտենք, կմնա միայն մեր միջ, մինչ լիովին համոզված լինենք։ Մարինեն գլխով համաձայնեց, երկու կանայք կռացան նոութբուքի վրա, մինչ Լուսինեն միացնում էր ֆլեշ կրիչը։ Մի քանի վայրկյան, որոնք հավերժություն թվացին, ոչինչ տեղի չունեցավ։ Հետո էկրանին հայտնվեց մի թղթապանակ, անձնական պահուստ 2024 անունով։ Թղթապանակի ներսում տասնյակ ֆայլեր կային։ Excel-ի աղյուսակներ, հատուկ պայմանագրեր, ամսական միջնորդավճարներ, ռազմավարական փոխանցումներ անուններով։ Փլվ փաստաթղթեր, ընկերությունների լոգոտիպերով, որոնք Մարինեն չէր ճանաչում։ Եվ մի առանձին թղթապանակ, կարորնամակներ անունով։ Լուսինեն սեղմեց առաջին ֆայլի վրա, հատուկ պայմանագրերում վար անունով մի աղյուսակ։ Այն, ինչ հայտնվեց էկրանին, ստիպեց երկուսին էլ լռել։ Դրանք ծառայությունների պայմանագրեր էին աստղաբաշխական գումարներով, 40 միլիոն դրամը առաջադեմ ռազմավարական խորհրդատվության համար, 30 միլիոն ներքին գործընթացների արդիականացման համար, 50 միլիոն նորարարական լուծումների մշակման համար։ Մարինե, այս պայմանագրերը երբեք իմ սեղանով չեն անցել։ Լուսինեի ձայնը լարված էր։ Որպես ֆինանսական տնօրեն, ես պետք է հաստատեմ 5 միլիոն դրամից բարձր ցանկացած վճարում։ Եվ տես։ Նա մատնացույց արեց էկրանը։ Բոլորը հաստատվել են ուղղակիորեն Ռուբեն Ավետիսյանի կողմից։ Մարինեն ավելի մոտեցավ նոութբուքին։ Տիկին Լուսինե, նայեք այս ընկերությունների անուններին։ Հայաստանի ստրատեգիկ զարգացում, ազգային առաջավոր խորհրդատվություն, պրեմիում բիզնես լուծումներ։ Ես այս անունները փնտրել եմ գրադարանում, դրանցից ոչ մեկը իրական հասցե չունի, չի հայտնվում համացանցում։ Լուսինեն բացեց նամակների թղթապանակը, այն, ինչ նրանք գտան այնտեղ, էլ ավելի վատն էր։ Նամակներ Ռուբենի Մարատ Հակոբյան անունով մի մարդու միջ, որտեղ քննարկվում էին տոկոսներ, փոխանցումները քողարկելու, ձեր հետքերը մաքրելու ժամանակացույցեր։ Դեկտեմբեր ամսով թվագրված մի նամակում Ռուբենը գրում էր. Պետք է արագացնեմ փոխանցումները, նախքան Լուսինեն կսկսի ավելի դժվար հարցեր տալ տարեվերջյան աուդիտի ժամանակ։ Աստված իմ։ Լուսինեն ձեռքը տարավ մազերի միջով, տեսանելիորեն ցնցված։ Նրանք ամիսներ շարունակ գողանում են, Մարինե։ Եվ ես, հիմարի պես, չէի կարողանում հասկանալ, թե որտեղից են այդ անցքերը հաշիվներում։
Մարինեն ձեռքը դրեց Լուսինեի ուսին համերաշխության ժեստով։ Դուք բնավ հիմար չեք։ Նրանք ամեն ինչ արել են թաքցնելու համար։ Բայց հիմա մենք բացահայտեցինք։ Նրանք հաջորդ 2 ժամն անցկացրին վերլուծելով ֆայլ առ ֆայլ։ Սխեման բարդ էր։ Ռուբենը ստեղծել էր կեղծ ընկերություններ, կեղծ հասցեներով, բացել էր բանկային հաշիվներ այդ ընկերությունների անունով, հաստատել էր միլիոնավորների պայմանագրեր երբեք չմատուցված ծառայությունների համար, իսկ հետո գումարը փոխանցել էր անձնական հաշիվների, շարժերի մի բարդ ցանցի միջոցով, որը դժվարացնում էր հետագծումը։ 6 ամսվա ընթացքում 2023 թվականի օգոստոսից մինչ 2024 թվականի հունվար, Ռուբենը նրա հանցակիցները Ararat Consulting-ից յուրացրել էին ուղիղ 320 միլիոն դրամ։ Դա բավականաչափ գումար էր բոլոր աշխատակիցների աշխատավարձերը գրեթե մի ամբողջ տարի վճարելու համար։ Մարինե, պետք է քեզ մի բան հարցնեմ։ Լուսինեն փակեց նոթբուքը, լրջորեն նայեց աշխատակցուհուն։ Ինչպես իմացար, որ պետք է հետաքննես հենց Ռուբենին։ Ընկերության բոլոր տնօրենների միջից ինչը գրավեց քո ուշադրությունը դեպի նա։ Մարինեն առաջին անգամ ժպտաց հետաքննությունը սկսելուց ի վեր։ Տիկին Լուսինե, երբ աշխատում ես մաքրելով ուրիշների թափ փածը, սովորում ես նկատել բաներ, որոնք մարդիկ կարծում են, թե ոչ ոք չի տեսնում։ Ռու։ Բենի պահվածքը սկսեց փոխվել մոտ 6 ամիս առաջ։ Նախկինում նա ավելի հանգիստ էր, ավելի լավ էր կազմակերպում իրերն իր սեղանին։ Հետո սկսեց նյարդայնանալ, տարօրինակ զանգեր ստանալ, կարևոր թղթեր նետել աղբը, կարծես դրանք սովորական բան լինեին։ Եվ դու պահում էիր այդ թղթերը։ Որոշները պահել եմ, այո։ Դրանք իմ տանն են։ Այն ժամանակ մտածում էի, որ գուցե անփութություն է, բայց հիմա դա իմաստ ունի։ Նա ուզում էր ազատվել ապացույցներից, բայց չէր կարող պարզապես այրել ամեն ինչ գրասենյակում։ Լուսինեն տպավորված էր Մարինեի գործնական խելքով։ Տարիներ շարունակ նա աշխատել էր թանկարժեք ՄԲ-ներով արտասահմանյան մասնագիտացումներով մարդկանց հետ, բայց քչերն ունեին այն հետաքննչական զգացողությունը, դիտողականության ունակությունը, որն ուներ այդ կինը, որը պաշտոնապես միայն միջնակարգ կրթություն ուներ։ Մարինե, ես քեզ հետ շատ անկեղծ կլինեմ։ Այս ապացույցները, որ մենք գտանք, բավարար են Ռուբենին բանտ ուղարկելու գողացված գումարի մեծ մասը վերականգնելու համար։ Բայց այն պահից, երբ մենք որոշենք գործել, մեր կյանքը գլխիվայր շուռ կգա։ Համոզված ես, որ ուզում ես առաջ գնալ։ Մարինեն մտածեց տանը գտնվող մոր, թանկարժեք դեղերի մասին, որոնք պետք է ամեն ամիս գներ, աշխատանքի անվտանգության մասին, որը կարող էր կորցնել։ Բայց նա մտածեց բոլոր այն գործընկերների մասին, որոնք ազնվորեն աշխատում էին այնտեղ, այն ընտանիքների մասին, որոնք կկործանվեին մեկ մարդու ագահության պատճառով։ Համոզված եմ։ Բայց նախքան որևէ բան, ես պետք է այս ամենի պատճեններն անեմ, պահեմ անվտանգ վայրերում։ Եթե ինձ կամ ձեզ հետ ինչ-որ բան պատահի, ապացույցները չպետք է անհետանան։ Ծայրամասի փորձառությունը Մարինեին սովորեցրել էր միշտ ունենալ պլան B։ Նրանք պատճենեցին բոլոր ֆայլերը 3 տարբեր ֆլեշ գրիչների վրա։ Մեկը մնաց Մարինեի մոտ, մյուսը Լուսինեի, իսկ երրորդը պահվեց Լուսինեի անձնական պահարանում։ Բացի այդ, Մարինեն պնդեց, որ տպեն ամենակարևոր փաստաթղթերը պահեն դրանք տարբեր վայրերում։ Վաղը ես կխոսեմ պարոն Դավիթի հետ, որոշեց Լուսինեն։ Որպես գործադիր տնօրեն, նա պետք է իմանա, թե ինչ է կատարվում։ Իսկ դու, Մարինե, պետք է շարունակես բնականon աշխատել։ Եթե Ռուբենը կասկածի, որ մենք նրան հետաքննում ենք, կարող է ոչնչացնել ապացույցները կամ նույնիսկ փախչել։ Այդ գիշեր Մարինեն տուն հասավ սովորականից ուշ։ Տիկին Անահիտը հյուրասենյակի փոքրիկ հեռուստացույցով լուրերն էր դիտում, երբ տեսավ դստերը ներս մտնում, անմիջապես նկատեց, որ ինչ-որ բան փոխվել է։ Աղջիկս, դու այլ տեսք ունես։ Աշխատանքի վայրում ինչ-որ բան է պատահել։ Մարինեն նստեց մոր կողքին բազմոցին առաջին անգամ որոշեց ասել ճշմարտությունը։ Բացատրեց ընկերության ճգնաժամի, Լուսինեի հետ կատարած բացահայտումների, գողացված գումարը վերականգնելու բոլորի աշխատատեղերը փրկելու հնարավորության մասին։ Տիկին Անահիտը լսում էր ամեն ինչ լուռ, այն լուրջ արտահայտությամբ, որը Մարինեն գիտեր մանկուց։ Երբ դուստրն ավարտեց պատմելը, տարեց կինը հոգոց հանեց բռնեց Մարինեի ձեռքը։ Աղջիկս, տատդ միշտ ասում էր, որ Աստված մարդուն ավելի մեծ բեռ չի տալիս, քան նա կարող է տանել։ Դու ծնվել ես մարդկանց կյանքում փոփոխություն մտցնելու համար։ Ես միշտ դա գիտեի։
Պարզապես չգիտեի, որ դա այս ձով կլինի։ Մամ, իսկ եթե ամեն ինչ սխալ։ Գնա։ Իսկ եթե ես կորցնեմ աշխատանքս։ Ինչպես ենք վճարելու քո դեղերի համար։ Մարինե Վարդանյան։ Տիկին Անահիտն օգտագործեց այն խիստ տոնը, որն օգտագործում էր, երբ Մարինեն երեխա էր նկատողության կարիք ուներ։ Դու կարծում ես, մայրդ վախկոտ դուստր է մեծացրել։ Դու կարծում ես, ես կնախընտրեմ ունենալ գողացված փող, քան տեսնել, որ դուստրս ճիշտ բան է անում։ Երկու կանայք գրկախառնվեցին հյուրասենյակի փոքրիկ բազմոցին, Մարինեն զգաց մի նոր ուժ, որն աճում էր իր ներսում։ Նա ուներ մոր աջակցությունը, ուներ հզոր դաշնակից, ինչպիսին Լուսինեն էր, ուներ բավարար ապացույցներ, ապացուցելու այն ամենը, ինչ կատարվում էր։ Հեշտ չէր լինելու, բայց նա պատրաստ էր։ Երեքշաբթի օրը Մարինեն աշխատանքի եկավ այլ վճռականությամբ։ Գիտեր, որ այսուհետ յուրաքանչյուր քայլ որոշիչ է լինելու։ Առավոտյան բնականon աշխատեց, բայց առավելագույն ուշադրություն դարձրեց այն ամենին, ինչ կատարվում էր Ռուբենի շուրջ։ Տնօրենը նյարդային տեսք ուներ, ցածր ձայնով խոսում էր հեռախոսով, անընդհատ կողքերն էր նայում, կարծես իրեն հետում էին։ Ժամը 2-ի սահմ։ Աններում Մարինեն տեսավ, թե ինչպես Լուսինեն պարոն Դավիթը միասին մտան գլխավոր նիստերի դահլիճ։ Նրանք այնտեղ մնացին գրեթե 2 ժամ, երբ դուրս եկան, երկուսն էլ շատ լուրջ արտահայտություն ունեին։ Դավիթը տեսանելիորեն ցնցված էր թվում, իսկ Լուսինեն զուսպ դրական նշան արեց գլխով, երբ միջանցքում անցավ Մարինեի կողքով։ Ծրագիրն աշխատում էր։ Պարոն Դավիթը հավատացել էր ապացույցներին, համաձայնել էր միջոցներ ձեռնարկել։ Բայց Մարինեն չգիտեր, որ Ռուբեն Ավետիսյանը նույնպես ուշադրությամբ հետում էր ընկերությունում տեղի ունեցող շարժերին։ Չորեքշաբթի օրը, երբ Մարինեն աշխատանքի եկավ, նրան տհաճ անակնկալ էր սպասում։ Ռուբենը Լուսինեի սենյակում էր, բարձր տոնով խոսելով։ Նա կարողացավ լսել խոսակցության կտորներ, երբ անցնում էր միջանցքով։ Ինչ-որ մեկը մտել է իմ համակարգիչ, Լուսինե։ Կարևոր ֆայլեր են անհետացել իմ գրասենյակից։ Ռուբեն, դա շատ լուրջ է։ Ոստիկանություն դիմել ես։ Դեռ ոչ, բայց կդիմեմ։ Եվ համոզված եմ, որ դա ընկերության ներսից ինչ-որ մեկն է արել։ Ինչ-որ մեկը փորձում է ինձ վնասել։ Մարինեն զգաց, թե ինչ։ Պես է սիրտը արագանում։ Ռուբենը սկսում էր կասկածել, որ ինչ-որ բան այն չէ։ Շարունակեց աշխատել, բայց օրվա ընթացքում հետում էր նրա բոլոր շարժերին։ Տնօրենը մի քանի զանգ կատարեց, որոշ թղթեր հավաքեց սեղանին, երեկոյան սովորականից շուտ գնաց։ Հինգշաբթին այն օրն էր, երբ ամեն ինչ վերջնականապես փոխվեց։ Մարինեն մաքրում էր 12-րդ հարկի կանանց զուգարանը, երբ երկու աշխատակցուհի ներս մտան, ցածր ձայնով խոսելով։ Լսել ես, որ Ռուբենի պատճառով ոստիկանություն են կանչելու, ասաց նրանցից մեկը, որին Մարինեն ճանաչեց որպես տնօրինության օգնական։ Իսկապես։ Ինչ է արել։ Կարծես թե ընկերությունից փող է գողացել։ Կեղծ ընկերություններ է հորինել, միլիոններ փոխանցել։ Լուսինեն ամեն ինչ բացահայտել է։ Մարինեն զուգարանից դուրս եկավ դողացող ոտքերով։ Եթե աշխատակցուհիներն արդեն խոսում էին, նշանակում էր, որ լուրը տարածվել էր։ Եվ եթե Ռուբենն իմանար, որ ինքը ներգրավված է հետաքննության մեջ, հետանքները կարող էին շատ վտանգավոր լինել։ Նրա կասկածները հաստատվեցին ուրբաթ առավոտյան։ Մարինեն դասավորում էր ընդունարանի սպասասրահը, երբ զգաց, որ ինչ-որ մեկը մոտենում է հետից։ Ռուբենն էր, նա սովորական քաղաքավարի արտահայտությունը չուներ։ Մարինե, այնպես չէ։ Նա ցածր խոսեց, բայց մի տոնով, որից Մարինեի մարմնով սարսուռ անցավ։ Լսել եմ, որ դու իմ մասին հարցեր ես տալիս։ Խառնվում ես բաների, որոնք քո գործը չեն։ Մարինեն շրջվեց դեպի նա, փորձելով թաքցնել վախը։ Չգիտեմ, թե ինչի մասին եք խոսում։ Մի ձացրու, թե չես հասկանում։ Մի մաքրուհի, որը հանկարծ հետաքրքրվում է ընկերության ֆինանսական հարցերով։ Ինչ զուգադիպություն, չես կարծում։ Ռուբենը մի քայլ մոտեցավ, Մարինեն զգաց նրա օծանելիքի սուր հոտը, խառնված ծխախոտի շնչի հետ։ Լավ լսիր, թե ինչ եմ քեզ ասելու։ Դու տանը հիվանդ մայր ունես, այնպես չէ։ Շատ ցավալի կլիներ, եթե նրա հետ ինչ-որ բան պատահեր, մինչ դու դետեկտիվ ես խաղում։ Մարինեի արյունը սառեց։ Դուք ինձ սպառնում եք։ Ես ոչ մեկին չեմ սպառնում։
Ես պարզապես հիշեցնում եմ, որ մարդիկ, որոնք խառնվում են ուրիշի գործերին, երբեմն անսպասելի հետանքների են բախվում։ Լավ մտածիր, թե ինչ ես անում, Մարինե։ Մտածի Ըրմորդ մասին։ Ռուբենը հեռացավ, թողնելով Մարինեին այնտեղ կանգնած, դողալով զայրույթից վախից։ Բայց հանձնվելու փոխարեն, սպառնալիքը միայն մեծացրեց նրա վճռականությունը։ Ոչ ոք իրավունք չուներ օգտագործել տիկին Անահիտին, իրեն վախեցնելու համար։ Ոչ ոք իրավունք չուներ գողանալ դեռ մի բան էլ սպառնալ նրան, ով փորձում էր ճիշտ բան անել։ Այդ պահին Մարինե Վարդանյանը որոշեց, որ այդ պայքարը տանելու է մինչ վերջ, նույնիսկ եթե դա իրեն արժենա այն ամենը, ինչ ուներ։ Ռուբեն Ավետիսյանը հենց նոր էր բացահայտել, որ գործ էր բռնել սխալ մարդու հետ։ Պատերազմը հայտարարված էր, Մարինեն չէր պատրաստվում պարտվել։ Ռուբենի սպառնալիքին հաջորդած հանգստյան օրերը Մարինեի կյանքի ամենաերկարն էին։ Նա շաբաթ-կիրակի օրերն անցկացրեց Շենգավիթի տանը, խնամելով մորը, փորձելով կարգի բերել մտքերը։ Տիկին Անահիտը նկատում էր դստեր լարվածությունը, բայց հարգում էր նրա լռությունը, երբ Մարինեն մտածելու կարիք ուներ։ Կիրակի երեկոյան, մորը լոգանքի դեղերի հարցում օգնելուց հետո, Մարինեն նստեց խոհանոցի փոքրիկ սեղանի մոտ, գրիչով թղթով։ Պետք է վերջնական որոշում կայացներ։ Կարող էր ձացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել, շարունակել լուռ աշխատել, սպասել, որ 100-ից ավելի աշխատանքից ազատումները տեղի ունենան։ Կամ կարող էր գնալ մինչ վերջ, նույնիսկ իմանալով, որ Ռուբենն ունակ է իրականացնել իր սպառնալիքները։ Նա նայեց այն սենյակին, որտեղ տիկին Անահիտն արդեն քնած էր, հիշեց բոլոր այն անգամները, երբ մայրը դժվարությունների էր բախվել երեխաներին պաշտպանելու համար։ Հիշեց այն հանգստյան օրերը, երբ տիկին Անահիտն աշխատում էր որպես օրավարձով մաքրուհի, դպրոցական պարագաների գումարը հոգալու համար։ Հիշեց այն ժամանակները, երբ սոված էին մնացել, որպեսզի վարձը չուշացնեն։ Հիշեց մոր աչքերի վճռականությունը, երբ նա որոշեց, որ Մարինեն պետք է սովորի, նույնիսկ առանց գումար ունենալու։ Եթե տիկին Անահիտը ամբողջ կյանքում պայքարել էր ճիշտ բան անելու համար, Մարինեն հիմա չէր հանձնվելու։ Երկուշաբթին Երանում անպամած սկսվեց, Մարինեն Արարատ Կոնսալթինգ եկավ մի վճռականությամբ, որն արտացոլվում էր նրա յուրաքանչյուր շարժման մեջ։ Առավոտյան բնականon աշխատեց, բայց նկատեց, որ Ռուբենը նախորդ շաբաթվանից էլ ավելի նյարդային տեսք ուներ։ Նա անընդհատ խոսում էր հեռախոսով, դուրս էր գալիս ու վերադառնում, ուներ մեկի արտահայտություն, որը պատրաստվում էր հուսահատ քայլի։ Ժամը 2-ին Մարինեն տեսավ, թե ինչպես Լուսինեն դուրս եկավ իր սենյակից, ձեռքին մի թղթապանակ, ուղղվեց դեպի վերելակը, որը տանում էր գործադիր տնօրինության հարկ։ Պահը հասունացել էր։ Եթե Դավիթ Մարտիրոսյանը որոշում էր կայացնելու գործի վերաբերյալ, Մարինեն ուզում էր ներկա լինել, երբ դա տեղի ունենար։ Նա աստիճաններով բարձրացավ 13-րդ հարկ, թակեց Դավիթի սենյակի դուռը։ Գիտեր, որ խախտում է ընկերության հիերարխիայի բոլոր կանոնները, բայց այլս դա նրան չէր հետաքրքրում։ Ներս մտեք, ասաց Դավիթի ձայնը դռան մյուս կողմից։ Մարինեն բացեց դուռը, գտավ Դավիթին ու Լուսինեին կրացած փաստաթղթերով լի սեղանի վրա։ Երկուսն էլ զարմացած նայեցին, տեսնելով նրան։ Մարինե, ի՞նչ ես անում այստեղ, հարցրեց Դավիթը։ Պարոն Դավիթ, ես պետք է ձեզ հետ խոսեմ։ Դա վերաբերում է Ռուբենին, այն ամենին, ինչ կատարվում է ընկե Ռությունում։ Դավիթը նայեց Լուսինեին, որը գլխով հաստատական նշան արեց։ Նստիր, Մարինե։ Լուսինեն ինձ պատմեց անօրինականությունների բացահայտման մեջ քո մասնակցության մասին։ Ես տպավորված եմ քո քաջությամբ խելքով։ Մարինեն նստեց կաշվե աթոռին, որը Դավիթն առաջարկեց, բայց չհանգստացավ։ Նա առաջարկ ուներ անելու, գիտեր, որ դա կարող է լինել իր միակ հնարավորությունը։ Պարոն Դավիթ, Ռուբենն ինձ սպառնաց ուրբաթ օրը։ Ասաց, որ ինչ-որ բան կարող է պատահել մորս հետ, եթե ես շարունակեմ հետաքննությունը։ Դա ինձ համոզեց, որ նա մեղավոր է այն ամենի մեջ, ինչ մենք բացահայտել ենք։ Դավիթը տեսանելիորեն վրդովվեց։ Նա քեզ սպառնացել է։ Մարինե, դա շատ լուրջ հանցագործություն է։ Գիտեմ։ Բայց ոչ դա է ինձ այստեղ բերել։ Մարինեն խորը շունչ քաշեց, ուղիղ նայեց Դավիթի աչքերին։ Ես եկել եմ ձեզ մի բան առաջարկելու։ Ես ուզում եմ դեմ առ դեմ հանդիպել Ռուբենին, ձեր ներկայությամբ, մեր ունեցած բոլոր ապացույցներով։ Ուզում եմ, որ նա իմանա, որ մի մաքրուհի է բացահայտել նրա սխեման։ Լուսինեն առաջ թեքվեց, անհանգստացած։ Մարինե,
Դա կարող է շատ վտանգավոր լինել։ Ռուբենն արդեն ցույց է տվել, որ չի տատանվի բռնություն կիրառել։ Տիկին Լուսինե, ես մեծացել եմ Երանի ծայրամասում։ Ես ճանաչում եմ բռնի մարդկանց, գիտեմ ինձ պաշտպանել։ Բայց դրանից ավելին, եթե մենք հիմա նրան դեմ առ դեմ չդիմակայենք, նա կշարունակի փորձել խուսափել, արդարացումներ կհորինի, կփորձի շրջել իրավիճակը։ Դավիթը մի պահ լռեց, գնահատելով առաջարկը։ Որպես գործադիր տնօրեն նա գիտեր, որ ուղիղ առճակատումը ռիսկային է, բայց նա հասկանում էր Մարինեի առաջարկի խորհրդանշականությունը։ Դա պարզապես արդարություն փնտրող աշխատակից չէր, դա ընկերության բոլոր ազնիվ աշխատողների ներկայացուցիչն էր, որը պահանջում էր թափանցիկություն։ Լավ, Մարինե։ Այդպես էլ կանենք։ Բայց մի պայմանով, հանդիպումը տեղի կունենա այստեղ, իմ սենյակում, Լուսինեի ներկայությամբ։ Եվ եթե նա բարկանա կամ որես սպառնալիք հնչեցնի, ես անմիջապես կկանչեմ անվտանգությանը։ Մարինեն գլխով համաձայնեց, Լուսինեն զանգահարեց Դավիթի քարտուղարուհուն, խնդրելով Ռուբենին կանչել շտապ հանդիպման։ Մինչ սպասում էին, Դավիթն օգտվեց առի թից ավելի լավ ճանաչելու Մարինեին։ Լուսինեն ասաց, որ դու կառավարում ես ուսումնասիրել։ Ինչու դադարեցրիր։ Մայրս կատված ստացավ, պարոն Դավիթ։ Ես միակ դուստրն էի, որը մոտ էր ապրում, այնպես որ ստիպված էի ամեն ինչ թողնել նրան խնամելու համար։ Չեմ զղջում, բայց միշտ երազել եմ վերադառնալ ուսմանը։ Իսկ ինչ ես մտադիր անել, երբ այս ամենն ավարտվի։ Դեռ չգիտեմ։ Նախ ուզում եմ համոզվել, որ ընկերությունը կշարունակի գործել, ոչ ոք գողի պատճառով իր աշխատանքը չի կորցնի։ 20 րոպե անց Ռուբեն Ավետիսյանը մտավ սենյակ, սովորական ինքնավստահ արտահայտությամբ, բայց Մարինեն նկատեց, որ նա լարվեց, երբ տեսավ իրեն այնտեղ։ Դավիթ, դու ինձ հանդիպման ես կանչել, չես ասել, որ այլ մարդիկ էլ են լինելու, ասաց Ռուբենը, ակնհայտորեն անհարմար զգալով իրավիճակից։ Նստիր, Ռուբեն։ Մենք շատ լուրջ հարցեր ունենք քննարկելու, պատասխանեց Դավիթը, մատնացույց անելով սեղանի մյուս կողմի աթոռը։ Ռուբենը նստեց, բայց շարունակում էր կասկածամտորեն նայել Մարինեին։ Ինչ գործ ունի մաքրուհին տնօրինության հանդիպմանը։ Այս մաքրու հին, ասաց Մարինեն, վեր կենալով աթոռից, բացահայտել է, որ դու ամիսներ շարունակ գողանում ես ընկերությունից։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Ռուբենը գունատվեց, բայց փորձեց պահպանել հանգստությունը։ Դա անհեթեթություն է։ Ես չեմ ընդունի մեղադրանքներ մի աշխատակցուհուց, որը տեխնիկական որակավորում չունի ֆինանսական հարցեր հասկանալու համար։ Մարինեն մոտեցավ սեղանին, մի թղթապանակ դրեց Ռուբենի դիմաց։ Որակավորում չունի։ Ապա բացատրիր այս պայմանագրերը Հայաստանի ստրատեգիկ զարգացում ՍՊ-ի հետ, մի ընկերություն, որը գրանցված է Աբովյանի դատարկ հողամասում։ Բացատրիր այս 40 միլիոն դրամը, որը վճարվել է ռազմավարական խորհրդատվության համար, որը երբեք տեղի չի ունեցել։ Ռուբենը փորձեց հանգստություն պահպանել, բայց Մարինեն նկատեց, որ նրա ձեռքերը սկսեցին դողալ։ Դրանք օրինական պայմանագրեր են, հաստատված վարչական տնօրինության կողմից։ Եթե դու չես հասկանում ընկերության գործընթացները, չպետք է խառնվես գաղտնի փաստաթղթերին։ Գաղտնի փաստաթղթեր, որոնք դու ամեն օր աղբն էիր նետում։ Մարինեն թղթապանակից եկ այլ թուղթ հանեց։ Իսկ այս նամակները, որոնք դու փոխանակել ես Մարատ Հակոբյանի հետ, պլանավորելով, թե ինչպես քողարկել փոխանցումները։ Դա նույնպես ընկերության բնականon գործընթաց է։ Այդ պահին Դավիթը վեր կացավ, ձեռքը մեկնեց փաստաթղթերը վերցնելու։ Մի քանի րոպե լուռ կարդաց, մինչ Ռուբենն ավելի ու ավելի էր նյարդայնանում։ Ռուբեն, ասաց Դավիթը վերջապես, այս փաստաթղթերն ապացուցում են շատ լուրջ անօրինականություններ։ Սրա համար որե բացատրություն ունես։ Ռուբենը կտրուկ վեր կացավ աթոռից, մատը թափահարեց Մարինեի ուղղությամբ։ Այս կինը մտել է իմ համակարգիչ։ Գողացել է անձնական փաստաթղթեր։ Դա հանցագործություն է, Դավիթ։ Հանցագործությունը, ասաց Մարինեն չվախենալով, ընկերությունից 320 միլիոն դրամ գողանալն է, մինչ 100-ից ավելի ընտանիքներ կորցնելու են իրենց աշխատանքը։ Դու չես կարող դա ապացուցել։ Մարինեն ժպտաց թղթապանակից մի ֆլեշ գրիչ հանեց։ Ես ունեմ բոլոր աղյուսակները, բոլոր կեղծ պայմանագրերը, բոլոր նամակները։ Եվ ավելին, մենք արդեն ստուգել ենք այդ կեղծ ընկերությունը։ ՀՎՀ-ները։ Դրանցից ոչ մեկն իրականում գոյություն չունի։
Ռուբենը մի քանի վայրկյան լռեց, հասկանալով, որ ամբողջովին շրջափակված է։ Երբ նորից սկսեց խոսել, հարգալիցության դիմակն ամբողջովին ընկել էր։ Դուք չգիտեք, թե ում հետ եք գործ բռնել։ Ես փաստաբաններ ունեմ, կապեր ունեմ։ Ես կդատեմ այս ընկերությանը այս աշխատակցուհուն զրպարտության, անձնական կյանք ներխուժելու փաստաթղթերի անօրինական օգտագործման համար։ Կարող ես փորձել, ասաց Դավիթը, վերցնելով սեղանի հեռախոսը։ Բայց դրանից առաջ ես կկանչեմ ոստիկանությանը, որպեսզի դու այս անօրինականությունները նրանց բացատրես։ Ռուբենը խուճապի մատնվեց։ Դավիթ, սպասիր։ Մենք կարող ենք խոսել, կարող ենք համաձայնության գալ։ Պետք չէ ոստիկանությանը ներգրավել։ Հիմա ես ուզում համաձայնության գալ։ Մարինեն մոտեցավ Ռուբենին, կյանքում առաջին անգամ նա նահանջեց նրա առաջ։ Երբ ուրբաթ օրը ինձ սպառնում էիր, մորս մասին խոսելով, դու ոչ մի համաձայնություն չէիր ուզում։ Ես քեզ երբեք չեմ սպառնացել։ Ստախոս։ Մարինեն ուղիղ նայեց նրա աչքերին։ Դու ասացիր, որ շատ ավելի կլիներ, եթե նրա հետ ինչ-որ բան պատահեր, մինչ ես դետեկտիվ էի խաղում։ Հիշում ես։ Դավիթն անջատեց հեռախոսը զզվանքի արտահայտությամբ նայեց Ռուբենին։ Ռուբեն, գող լինելուց բացի, դու դեռ աշխատակիցներին ես սպառնում։ Հիմա դուրս արի իմ ընկերությունից, նախքան ես լիովին կկորցնեմ համբերությունս։ Դու չես կարող ինձ այսպես աշխատանքից ազատել։ Ես պայմանագիր ունեմ, իրավունքներ ունեմ։ Դու կորցրեցիր քո բոլոր իրավունքներն այն պահին, երբ որոշեցիր գողանալ ընկերությունից, ասաց Լուսինեն, խոսելով առաջին անգամ հանդիպման սկզբից ի վեր։ Եվ կարող ես վստահ լինել, որ մենք կվերականգնենք քո յուրացրած ամեն մի լուման։ Ռուբենը շուրջը նայեց սենյակում, հասկանալով, որ ամբողջովին մենակ է պարտված։ Փորձեց մի վերջին հուսահատ քայլ։ Մարինե, ասաց նա, ամբողջովին փոխելով ձայնի տոնը, դու չես հասկանում քո արածի հետանքները։ Թող այս ամենը, ես երաշխավորում եմ, որ դու կպարգատրվես։ Կարող եմ քեզ ավելի լավ պաշտոն տալ, ավելի բարձր աշխատավարձ։ Մարինեն ծիծաղեց, դա անկեղծ, ազատագրող ծիծաղ էր։ Ռուբեն, դու կարծում ես, ես այս ամենը փողի համար եմ արել։ Ես սա արել եմ, որովհետև դա ճիշտ է։ Եվ քեզ նման մարդիկ դա երբեք չեն հասկանա։ Այդ պահին ընկերության երկու անվտանգության աշխատակիցներ մտան սենյակ, կանչված Դավիթի կողմից։ Ռուբենին ուղեկցեցին շենքից դուրս, բայց նախքան գնալը նա գոռաց, որ բոլորին դատի է տալու, որ սա այսպես չի մնա։ Երբ դուռը փակվեց, Մարինեն, Դավիթը, Լուսինեն մի քանի րոպե լուռ մնացին, ընկալելով այն, ինչ հենց նոր տեղի էր ունեցել։ Մարինե, ասաց Դավիթը վերջապես, ես պետք է քեզնից ներողություն խնդրեմ։ Ինչու, պարոն Դավիթ։ Որ 6 տարի շարունակ այսքան տաղանդավոր խելացի աշխատակից ունեի մաքրության բաժնում, երբեք դա չէի նկատել։ Մարինեն ամաչկոտ ժպտաց։ Ես մաքրուհի չէի աշխատում, որովհետև այլ բաների ունակ չէի։ Ես մաքրուհի էի աշխատում, որովհետև աշխատանքի կարիք ունեի, դա էր հասանելի։ Դա հիմա կփոխվի, ասաց Լուսինեն։ Մարինե, այսօրվանից դու մեր ներքին խորհրդատուն ես ակտիվների վերականգնման գծով։ Դու ինձ հետ կաշխատես հետագծելու յուրացված ամբողջ գումարը վերակազմակերպելով։ Ու ընկերության ֆինանսական գործընթացները։ Մարինեն հուզվեց, բայց փորձեց պահպանել հանգստությունը։ Իսկ մյուս մաքրուհիների աշխատավարձը։ Նրանք չեն տուժի։ Դավիթը ժպտաց։ Մարինեի առաջին մտահոգությունը, նույնիսկ այն ամենից հետո, ինչի միջով անցել էր, դեռս գործընկերների մասին էր։ Ոչ ոք չի տուժի, Մարինե։ Իրականում, այն գումարով, որը մենք կվերականգնենք, ընկերությունը կկարողանա պահպանել բոլոր աշխատատեղերը, նույնիսկ ներդրումներ կատարել բարելավումների համար։ Այդ կեսօրին տեղի ունեցածի լուրը տարածվեց ընկերությունում չոր խոտի վրա բռնկված կրակի պես։ Մարինեն վերադարձավ 10-րդ հարկ ոչ թե որպես մաքրուհի, այլ որպես այն կինը, որը փրկել էր բոլորի աշխատատեղերը։ Որոշ գործընկերներ նրան ողջունեցին հիացմունքով, մյուսները նայեցին կասկածանքով, կարծես մտածում էին, թե նա դա արել է առաջխաղացման համար։ Բայց Մարինեին չէին հետաքրքրում քննադատությունները։ Նա գիտեր, որ ճիշտ բան է արել, գիտեր, որ իր կյանքն այդ օրը ընդմիշտ փոխվել է։ Երեկոյան Դավիթը բոլոր աշխատակիցներին հավաքեց ընկերության դահլիճում պաշտոնապե։ Պատմեց, թե ինչ է տեղի ունեցել։
Բացատրեց բացահայտված անօրինականությունների յուրացված գումարի այն մասին, թե ինչպես մի աշխատակցուհու քաջությունը փրկել է ընկերությունը սնանկացումից։ Երբ Դավիթն ասաց Մարինեի անունը խնդրեց նրան բարձրանալ բեմ, արձագանքը խառն էր։ Աշխատակիցների մի մասը խանդավառ ծափահարեց, գնահատելով նրա քաջությունը։ Մյուսները լուռ մնացին, ընկալելով այն փաստը, որ մաքրուհին բացահայտել էր մի բան, որը տնօրենները չէին կարողացել նկատել։ Մարինե, ասաց Դավիթը խոսափողով, Արարատ Կոնսալթինգ-ի բոլոր աշխատակիցների անունից ես շնորհակալություն եմ հայտնում քո քաջության, խելքի ազնվության համար։ Դու փրկեցիր այս ընկերությունը, փրկեցիր 100-ից ավելի ընտանիքներ։ Մարինեն վերցրեց խոսափողը դողացող ձեռքերով։ Երբեք այսքան շատ մարդկանց առաջ չէր խոսել։ Ես պարզապես արեցի այն, ինչ ցանկացած ազնիվ մարդ կաներ, ասաց նա խեղդվող ձայնով։ Եվ ես դա արեցի, որովհետև հավատում եմ, որ այստեղ բոլորն արժանի են աշխատելու ազնիվ ընկերությունում, որտեղ մեր աշխատանքի գումարը չի գողացվի անբարոյական մար տկանց կողմից։ Դահլիճը պայթեց ծափահարություններից, Մարինեն իջավ բեմից, իմանալով, որ իր կյանքն ամբողջովին փոխվել է։ Նա այլս գրասենյակները մաքրող անտեսանելի աշխատակիցը չէր։ Նա Մարինե Վարդանյանն էր, այն կինը, որը քաջություն էր ունեցել դիմակայելու կոռուպցիային, փրկել մի ամբողջ ընկերություն։ Բայց իսկական ճակատամարտը դեռ նոր էր սկսվում։ Ռուբենի հետ առճակատմանը հաջորդած ամիսները Մարինեի համար զգացմունքների իսկական փոթորիկ էին։ Ոստիկանական հետաքննությունը հաստատեց այն ամենը, ինչ նա Լուսինեն բացահայտել էին, բայց բացահայտեց մի բան էլ ավելի մեծ։ Ռուբենը մենակ չէր աշխատում։ Սխեման ներառում էր 15 կեղծ ընկերությունների ցանց, որոնք բոլորը վերահսկվում էին մի կազմակերպված խմբի կողմից, որը մասնագիտացած էր ներթափանցած աշխատակիցների միջոցով միջին ընկերություններին խաբելու մեջ։ Մարինեի սկզբնական բացահայտումը բացահայտել էր միայն այսպերգի գագաթը, որը շարժում էր ավելի քան $20 միլիոն համարժեք դրամ կորպորատիվ խարդախությունների մեջ ամբողջ երկրում։ Գործով զբաղվող քննիչ Դանիել Պողոսյանը տպավորված էր առանց ոստիկանական կրթության աշխատակցուհու կողմից հավաքված ապացույցների որակով։ Մարինե, ասաց նա հարցաքննություններից մեկի ժամանակ, ձեր ապացույցներն ավելի կազմակերպված հետողական են, քան շատ հետաքննություններ, որոնք ես ստանում եմ մասնագիտացված փաստաբաններից։ Դուք հետաքննության բնատուր տաղանդ ունեք։ Բայց այդ առաջին ամիսներին Մարինեի համար ամեն ինչ հարթ չէր։ Արարատ Կոնսալթինգ-ի աշխատակիցների մի մասը նրան կասկածանքով էր նայում, կարծելով, որ նա գործել է սեփական շահի համար։ Որոշ մարդիկ միջանցքներում շշնջում էին, որ նա ամեն ինչ հորինել է, առաջխաղացում ստանալու համար։ Մյուսները կասկածի տակ էին դնում, թե արդյոք մաքրուհին իսկապես ունակ է հասկանալու բարդ ֆինանսական հարցեր։ Ամենացավոտ դիմադրությունը գալիս էր Կարինեից Ժաննայից, մաքրության բաժնի երկու գործընկերուհիներից, որոնց հետ Մարինեն տարիներ շարունակ աշխատել էր։ Նրանք իրենց դավաճանված էին զգում, կարծես Մարինեն օգտվել էր իրենց վստահությունից, կյանքում առաջ գնալու համար։ Դու քեզ մեզնից լավ համարեցիր, ասաց Կարինեն հանդերձարանում տեղի ունեցած լարված խոսակցության ժամանակ։ Հիմա, երբ վերում ես, այլս չես էլ նայում նրանց, ովքեր մնացին ներքում։ Մարինեն փորձեց բացատրել, որ իր մտադրությունը միշտ եղել է պաշտպանել բոլորի աշխատատեղերը, այդ թվում իրենցը, բայց խոսքերը կարծես չէին հասնում հին գործընկերուհիների սրտին։ Ընկեր համարվող մարդկանց կողմից մերժման ցավը այդ ամբողջ փորձության ամենադժվար մասերից մեկն էր։ Լուսինեն, նկատելով Մարինեի տառապանքը, մշտական աջակցություն էր ցուցաբերում։ Մարինե, մարդիկ, որոնք փոփոխություն են մտցնում, միշտ դիմադրության են հանդիպում։ Դա չի նշանակում, որ դու սխալ ես։ Դա նշանակում է, որ դու խանգարել ես ստատուս քվոն։ Ռուբենի նրա հանցակիցների դեմ դատական գործընթացը տեց 8 ամիս։ Այդ ընթացքում Մարինեն ստիպված էր մի քանի անգամ ցուցմունք տալ, դիմակայելով ագրեսիվ փաստաբաններին, որոնք փորձում էին անվստահություն առաջացնել նրա ցուցմունքի նկատմամբ, կասկածի տակ դնելով նրա կրթությունը, շարժառիթները։ Մի հատկապես դժվար դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմի փաստաբանն ուղղակիորեն հարձակվեց նրա վրա։ Տիկին, դուք իսկապես ակնկալում եք, որ այս դատարանը կհավատա, որ մի մաքրուհի կարողացել է բացահայտել անօրինականություններ, որոնք մասնագիտացված աուդիտորները չեն հայտնաբերել։ Մարինեն հաստատակամ նայեց փաստաբանին, պատասխանեց այն արժանապատվությամբ, որը սովորել էր տիկին Անահիտից։ Պարոն, ես բացահայտեցի ոչ թե որովհետև ավելի խելացի եմ աուդիտորներից։ Ես բացահայտեցի, որովհետև Ռուբենն ապացույցները նետում էր աղբը, ես էի այն մարդը, որը պատասխանատու էր այդ աղբը մաքրելու համար։
Երբեմն պատասխանները գտնվում են այն վայրերում, ուր կարևոր մարդիկ չեն նայում։ Մարինեի պատասխանը լայնորեն տարածվեց լրատվամիջոցներում, դարձավ գործնական խելքի խորհրդանիշ, որը հաճախ թերագնահատվում է ակադեմիական շրջանակներում։ Թերթերն ու կայքերը սկսեցին նրան փնտրել հարցազրույցների համար, հետաքրքրված լինելով միլիոնավորների խարդախությունը բացահայտած աշխատակցուհու պատմությամբ։ Առաջին հարցազրույցը «Առավոտ» օրաթերթի համար էր, Մարինեն օրեր շարունակ նյարդայնանում էր խոսակցությունից առաջ։ Երբեք լրագրողների հետ չէր խոսել, վախենում էր սխալ բան ասել։ Բայց լրագրողուհի Աննա Կարապետյանը նրան հանգստացրեց, իր ուղու մասին պարզ հարցեր տալով։ Մարինե, ինչը ձեզ դրդեց շարունակել հետաքննությունը նույնիսկ սպառնալիք ստանալուց հետո։ Աննա, ես մեծացել եմ տեսնելով, թե ինչպես է մայրս ամբողջ կյանքում ազնվորեն աշխատել երեխաներին պահելու համար։ Երբ տեսնում ես, որ ինչ-որ մեկը գողանում է այն գումարը, որով պետք է վճարվի աշխատասեր մարդկանց աշխատավարձը, չես կարող լուռ մնալ։ Դա քաջության հարց չէ, դա բնավորության հարց է։ Հոդվածը հրապարակվեց անտեսանելի աշխատակիցը, որը փրկեց ընկերությունը վերնագրով արձագանք գտավ ամբողջ երկրում։ Մարինեն սկսեց ստանալ աջակցության նամակներ անանուն մարդկանցից, այլ աշխատակցուհիներից, որոնք ոգեշնչվել էին նրա պատմությունից, նույնիսկ հրավերներ, դասախոսություններ կարդալու։ Առաջին հրավերը եկավ հենց այն համալսարանից, որտեղ նա ուսումնասիրել էր կառավարում։ Ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Կարեն Պետրոսյանն անձամբ զանգահարեց։ Մարինե, մենք կցանկանայինք, որ դուք գաք մեր ուսանողների համար խոսեք կորպորատիվ էթիկայի բարոյական քաջության մասին։ Ձեր պատմությունը հենց այն է, ինչ մենք պետք է սովորեցնենք ապագա կառավարիչներին։ Մարինեն ընդունեց, բայց մի պայման դրեց։ Ուզում էր ավարտել իր բարձրագույն կրթությունը, նախքան դասախոսություններ սկսելը։ Դավիթն ու Լուսինեն ոչ միայն հավանություն տվեցին, այլ առաջարկեցին լրիվ կրթաթոշակ ճկուն գրաֆիկ, որպեսզի նա կարողանա սովորել։ 33 տարեկանում համալսարան վերադառնալը, 6 տարվա բացակայությունից հետո հսկայական հուզական մարտահրավեր էր։ Մարինեն իրեն օտար էր զգում ավելի երիտասարդ համակուրսեցիների շրջանում, որոնք չէին անցել այն դժվարությունների միջով, որոնք նա գիտեր։ Բայց ընկերությունում աշխատելով ձեռք բերած գործնական փորձը օգնում էր նրան հասկանալ հասկացություններ, որոնք մյուսների համար պարզապես տեսություն էին։ Կորպորատիվ աուդիտի պրոֆեսոր, դոկտոր Ֆերդինանդ Մանուկյանը տպավորված էր դասերին Մարինեի մասնակցությամբ։ Մարինե, դուք խարդախ գործընթացների ինտուիտիվ ընկալում ունեք, որը ես երբեք ոչ մի ուսանողի մոտ չեմ տեսել։ Կքննարկեիք դատական աուդիտի մագիստրատուրա ընդունվելու հնարավորությունը։ Մագիստրատուրա ընդունվելու գաղափարը անհնարին երազանք էր թվում մեկի համար, որը 2 տարի առաջ գրասենյակներ էր մաքրում։ Բայց Մարինեն սովորում էր, որ կյանքը կարող է փոխվել անսպասելի ձևով, երբ մարդ քաջություն է ունենում դժվար ընտրություններ կատարելու։ Մինույն ժամանակ Արարատ Կոնսալթինգ, ում աշխատանքը դառնում էր ավելի ու ավելի գոհացուցիչ։ Մարինեն Լուսինեն արդյունավետ զույգ էին կազմել յուրացված գումարների վերականգնման գործում։ Դատական արգելանքների բանկային հաշիվների հետաքննության միջոցով նրանք կարողացան վերականգնել գողացված 320 միլիոն դրամից 280 միլիոնը։ Մարինե, ասաց Դավիթը հաշվետու ժողովի ժամանակ, քո գործունեությունը ակտիվների վերականգնման գործում հիմնարար էր։ Ընկերությունը ոչ միայն փրկվեց սնանկացումից, այլ ունեցավ վերջին 5 տարվա լավագույն ֆինանսական արդյունքը։ Մասնագիտական ճանաչումն ուղեկցվում էր խորը անձնական փոփոխություններով։ Նոր աշխատավարձով Մարինեն կարողացավ անձնական ֆիզիոթերապևտ վարձել տիկին Անահիտի համար, որը բարելավման կայուն նշաններ էր ցույց տալիս։ Մայրը նորից սկսել էր քայլել ձեռնափայտի օգնությամբ, կարողանում էր շատ ավելի պարզ խոսել։ Աղջիկս, ասաց տիկին Անահիտը մի կիրակի կեսօրին, ես միշտ գիտեի, որ դու մեծ գործեր ես անելու կյանքում։ Պարզապես չէի պատկերացնում, որ դա այս ձով կլինի։ Մամ, այս ամենից ոչինչ հնարավոր չէր լինի առանց քո դասերի։ Դու ինձ սովորեցրիր միշտ ճիշտ բան անել, նույնիսկ երբ դա դժվար է։ Մարինեի անձնական կյանքը նույնպես սկսել էր ծաղկել անսպասելի ձևով։ Համալսարանում դասերի ժամանակ նա ծանոթացավ Լոն Մինասյանի, կորպորատիվ իրավունքի դասախոսի հետ, որը դասավանդում էր կառավարման ֆակուլտետում։ Նա հետաքրքրվել էր նրա պատմությամբ, նրանք սկսել էին խոսել էթիկայի, արդարության սոցիալական փոփոխությունների մասին։ Լոնն այրի էր, 10 տարեկան Իզաբելլա անունով դստեր հայր, Մարինեի մեջ գտել էր մի մարդու, որը հասկանում էր կյանքի պարզ բաների արժեքը։
Առաջին պաշտոնական հանդիպումը տեղի ունեցավ համալսարանի մոտ գտնվող սրճարանում, նրանք 3 ժամ խոսեցին ամեն ինչի մասին, գրականությունից մինչ քաղաքականություն, խոհարարությունից մինչ ապագայի երազանքներ։ Մարինե, ասաց Լոնն այդ կեսօրին, հազվադեպ ես հանդիպում մեկին, որ նա այդքան շատ բան է ապրել, այդքան շատ բան սովորել սեփական փորձից։ Դու մի իմաստություն ունես, որը գրքերով չես սովորի։ Հարաբերությունները բնականon զարգացան։ Լոնը հասկացավ տիկին Անահիտի կարողությունը Մարինեի կյանքում, իսկ Իզաբելլան սիրահարվեց այն կնոջը, որը քաջության վճռականության իրական պատմություններ էր պատմում։ Շենգավիթի տան կիրակնօրյա երեկոները վերածվեցին ընտանեկան հանդիպումների, որտեղ Մարինեն ուտեստներ էր պատրաստում, տիկին Անահիտը պատմում էր իր երիտասարդության պատմությունները, իսկ Լոնն ու Իզաբելլան ուրախություն-ջերմություն էին բերում երկու կանանց կյանք։ Խարդախությունների բացահայտումից 18 ամիս անց Մարինեն ավարտեց կառավարման ֆակուլտետը գերազանցության դիպլոմով։ Ավարտական արարողությունը հուզիչ պահ էր ոչ միայն նրա, այլ ամբողջ Արարատ Կոնսալթինգ-ի համար։ Դավիթը, Լուսինեն մի քանի գործընկերներ ներկա էին, իսկ տիկին Անահիտը, հենված իր ձեռնափայտին, հուզմունքից լաց էր լինում, տեսնելով դստերը դիպլոմ ստանալիս։ Որպես կուրսի լավագույն շրջանավարտի իր ելույթում Մարինեն ամփոփեց իր ուղին մի ծով, որը հուզեց ներկա հարյուրավոր մարդկանց սրտերը։ Երբ 7 տարի առաջ սկսեցի ուսումնասիրել կառավարում, կարծում էի, որ կրթությունը տեսություններ անգիր անելու քննություններ հանձնելու մասին է։ Երբ ստիպված էի դադարեցնել մորս խնամելու համար, մտածեցի, որ կորցրել եմ իմ հնարավորությունը։ Այն, ինչ ես սովորեցի, այն է, որ կրթությունը գիտելիքը իրականությունը փոխելու համար կիրառելու մասին է։ Եվ երբեմն լավագույն դասերը գալիս են ոչ թե լսարանից, այլ կյանքից։ Ավարտելուց հետո Դավիթն արեց մի առաջարկ, որը վերջնականապես կփոխեր Մարինեի ապագան։ Մարինե, ես ուզում եմ քեզ առաջարկել ընկերության ֆինանսական տնօրենի պաշտոնը։ Լուսինեն կստանձնի խորհրդի անդամի պաշտոն, մենք հավատում ենք, որ դու ճիշտ մարդն ես ֆինանսական վերակառուցման աշխատանքը շարունակելու համար։ Մարինեն հուզվեց, բայց ժամանակ խնդրեց մտածելու համար։ Այս փոփոխության մասին տիկին Անահիտի Լոնի հետ խոսելը հիմնարար էր։ Աղջիկս, ասաց տիկին Անահիտն այդ գիշեր, դու արժանի ես լինելու այնտեղ, որտեղ կաս։ Թույլ մի տուր ոչ ոքի, նույնիսկ ինքդ քեզ, ստիպել քեզ մտածել, որ դու ունակ չես։ Լոնը նույնպես քաջալերող էր։ Մարինե, դու ապացուցել ես քո կարողությունները բոլոր հնարավոր ձերով։ Ժամանակն է ստանձնել այն տեղը, որը նվաճել ես արժանինքներով։ Մարինեն ընդունեց պաշտոնը 34 տարեկանում դառնալով Արարատ Կոնսալթինգ-ի պատմության ամենաերիտասարդ ֆինանսական տնօրենը։ Նրա առաջին որոշումը բոլոր մակարդակների աշխատակիցների համար մասնագիտական վերապատրաստման ծրագիր ստեղծելն էր, երաշխավորելով, որ տաղանդները չեն վատնվի կրթական հնարավորությունների բացակայության պատճառով։ Ծրագիրը ներառում էր կրթաթոշակներ, ճկուն գրաֆիկ ուսանողների համար ներքին մենթորություն։ Կարինեն Ժաննան, նրա 5 գործընկերուհիները մաքրության բաժնից, առաջինն էին, որ գրանցվեցին ծրագրին, կամաց-կամաց նրանց միջ հարաբերությունները սկսեցին վերականգնվել։ Մարինե, ասաց Կարինեն 6 ամիս հաշվապահություն ուսումնասիրելուց հետո, ես սխալվում էի, երբ կարծում էի, որ դու մոռացել ես, թե որտեղից ես եկել։ Հիմա տեսնում եմ, որ դու օգտագործում ես քո դիրքը, օգնելու այլ մարդ։ Անց նույնպես աճել։ Մարինեի պատմությունը սկսեց հնչել ազգային մակարդակով։ Եկավ հրավեր մասնակցելու Արմենիա հեռուստաընկերության հայտնի հաղորդմանը, հետո մի հոդված Թ.Մ. կայքում, վերջապես հրավեր, ելույթ ունենալու TEDx Երևանում։ TEDx-ի ելույթն այն պահն էր, երբ Մարինեն հաստատվեց որպես կարևոր ձայն Հայաստանում կորպորատիվ էթիկայի սոցիալական փոփոխությունների քննարկման մեջ։ Նա բարձրացավ բեմ այն նույն կապույտ զգեստով, որը կրել էր ավարտական արարողությանը, Լոնի Իզաբելլայի նվերը, խոսեց ավելի քան 1000 հոգանոց լսարանի առաջ։ Ես արթնանում էի առավոտյան 5-ին, քիչ վաստակելու անտեսանելի լինելու համար, ասաց նա, կրկնելով այն արտահայտությունը, որը դառնալու էր իր այցեքարտը։ Այսօր ինձ տեսնում լսում են, որովհետև ես ընտրեցի գործել։ Աշխարհն արդար չէ, բայց մենք կարող ենք լինել։ Եվ երբեմն, մեկ մարդը կարող է փոխել ամեն ինչ։ Ելույթի տեսանյութը վիրուսային դարձավ սոցիալական ցանցերում, 2 շաբաթվա ընթացքում դիտվելով ավելի քան 5 միլիոն մարդու կողմից։ Մարինեն սկսեց հրավերներ ստանալ, ելույթ ունենալու ընկերություններում, համալսարաններում, կորպորատիվ միջոցառումներում ամբողջ երկրում։ Ռուբենի խարդախությունները բացահայտելուց 2 տարի անց Մարինեն մի դիրք
ում էր, որը երբեք չէր պատկերացնի, որ կհասնի։ Նա բարգավաճող ընկերության ֆինանսական տնօրենն էր, նշանված էր Լոնի հետ, ոչ պաշտոնապես որդեգրել էր Իզաբելլային որպես դուստր, տիկին Անահիտն ամբողջովին ապաքինվել էր կաթվածից։ Դավիթի առաջարկը նրան ընկերության փոքրամասնական բաժնետեր դարձնելու, եկավ որպես պսակ մի ճանապարհորդության, որը սկսվել էր մի սովորական մաքրուհուց, որը պատահաբար լսել էր մի խոսակցություն։ Մարինե, ասաց Դավիթը տարեվերջյան ժողովի ժամանակ, ես ուզում եմ քեզ առաջարկել ընկերության 5%-ը։ Եվ եթե արդյունքներն այսպես շարունակվեն, 2 տարուց կարող եմ ավելացնել մինչ 10%։ Մարինեն ընդունեց բաժնետիրությունը, բայց մի պայմանով։ Իր շահույթի մի մասը կուղղվի ոլորտի բոլոր ընկերությունների աշխատակիցների համար կրթական հիմնադրամին, ընդլայնելով այն ծրագիրը, որը ստեղծել էր Ararat Consulting-ում, դեպի այլ ընկերություններ։ Որպես բաժնետեր պաշտոնը ստանձնելու արարողությանը Մարինեին ուղեկցում էին տիկին Անահիտը, որն այլս ձեռնափայտի կարիք չուներ, Լոնը, Իզաբելլան, Լուսինեն, Դավիթը շատ գործընկերներ, որոնք աջակցել էին նրա ուղուն։ Բայց ամենահուզիչ պահը եղավ, երբ Կարինեն, Ժաննան մաքրության բաժնի այլ աշխատակցուհիներ հայտնվեցին ընդունելության սրահում, հագած այն հաշվապահական դասընթացի համազգեստները, որոնք անցնում էին։ Մարինե, ասաց Կարինեն, մենք եկել ենք շնորհակալություն հայտնելու։ Դու ոչ միայն փոխեցիր քո կյանքը, դու փոխեցիր մեր բոլորի կյանքը։ Այդ պահին Մարինեն հասկացավ, որ իր պատմությունը դարձել է շատ ավելի մեծ, քան իր սեփական անձնական փոխակերպումը։ Այն դարձել էր խորհրդանիշ, որ հնարավոր է կոտրել սոցիալական պատնեշները կրթության, քաջության բարոյական ազնվության միջոցով։ Հաջորդ օրը Մարինեն արթնացավ ոչ թե Շենգավիթում, այլ Արաբկիրի 3 սենյականոց բնակարանում, որը գնել էր իր տիկին Անահիտի, Լոնի Իզաբելլայի համար։ Նա նայեց սենյակի պատուհանից, տեսավ Երան քաղաքը, որը ձգվում էր մինչ հորիզոն, նույն քաղաքը, որտեղ մեծացել էր ծայրամասում, որտեղ 6 տարի մաքրել էր գրասենյակներ, որտեղ դիմակայել էր կոռուպցիային հաղթել։ Նա վերցրեց հեռախոսը, զանգահարեց ընկերության քարտուղարուհուն։ Բարի լույս, Մարինե Վարդանյանն է։ Կարող եք հաստատել իմ այսօրվա գրաֆիկը։ Առավոտյան հանդիպում ունեմ ներդրողների հետ, իսկ կեսօրին դասախոսություն կառավարման ֆակուլտետի ուսանողների համար։ Գծի մյուս կողմում քարտուղարուհին հաստատեց Ararat Consulting-ի ֆինանսական տնօրենի բաժնետիրոջ գրաֆիկը։ Մարինեն ժպտաց, անջատելով հեռախոսը։ Նա երկար ճանապարհ էր անցել այն ժամանակներից, երբ ոչ ոք նրա ազգանունը չգիտեր։ Այդ կեսօրին, խոսելով Երանի պետական համալսարանի 500-ից ավելի կառավարման ֆակուլտետի ուսանողների առաջ, Մարինեն եզրափակեց իր խոսքն այնպես, ինչպես դարձել էր ավանդական իր դասախոսություններում։ Սիրելի ուսանողներ, միշտ հիշեք։ Կարևոր չէ, թե որտեղից եք դուք գալիս կամ որն է ձեր ներկայիս պաշտոնը։ Կարևորը քաջություն ունենալն է, անելու ճիշտ բանը, նույնիսկ երբ դա անհնարին է թվում։ Ես մի մաքրուհի էի, որը բացահայտեց խարդախություն, որովհետև ճիշտ տեղում էի, ճիշտ ժամանակին, բայց ամենակարևորը, որովհետև պատրաստ էի գործելու։ Ձեզնից յուրաքանչյուրն ունի ուժ, փոխելու իրականությունն իր շուրջը։ Մի վատնեք այդ հնարավորությունը։ Դահլիճը պայթեց ծափահարություններից, Մարինեն իջավ բեմից, իմանալով, որ հարյուրավոր երիտասարդ մտքերում փոփոխությունների սերմեր է ցանել։ 2 ամիս անց, սեպտեմբերյան մի կեսօրին, Մարինեն մի հեռախոսազանգ ստացավ, որը նրան հպարտությամբ լցրեց։ Քննիչ Դանիել Պողոսյանն էր։ Մարինե, լավ լուր ունեմ։ Ռուբեն Ավետիսյանը բոլոր հանցակիցները դատապարտվել են։ Նա ստացավ 8 տարվա ազատազրկում, մենք կկարողանանք արգելանք դնել նրա բոլոր գույքի վրա, տուժած ընկերություններին փոխհատուցելու համար։ Իսկ մյուս ընկերությունները, որոնք տուժել էին նույն սխեմայից։ Ձեր հավաքած ապացույցների շնորհիվ մենք կարողացանք վնասազերծել ամբողջ ցանցը։ Երանում Գյումրիում 15 ընկերություններ վերականգնեցին իրենց գումարները, 1000-ից ավելի աշխատատեղեր փրկվեցին։ Այդ գիշեր Մարինեն ընտրեց իր ընտանիքի հետ Արաբկիրի բնակարանում։ Լոնը իտալական մակարոնեղեն պատրաստեց, որը Իզաբելլան շատ էր սիրում, տիկին Անահիտը պատմում էր իր երիտասարդության պատմությունները գյուղում, Մարինեն լուր կենաց խմեց բոլոր այն մարդկանց համար, որոնք հավատացել էին իրեն, երբ ինքն անգամ իրեն չէր հավատում։ Քնելուց առաջ Մարինեն գնաց տիկին Անահիտի սենյակ, բարի գիշեր մաղթելու։ Մամ, շնորհակալ եմ, որ ինձ սովորեցրիր երբեք չհանձնվել։ Աղջիկս, պատասխանեց տիկին Անահիտը, դու ինձ սովորեցրիր, որ երազանքները վաղեմության ժամկետ չունեն։ 70 տարեկանում ես հպարտ եմ, որ գործարար դուստր ունեմ։
Մարինեն ժպտաց, համբուրեց մոր ճակատը գնաց իր սենյակ։ Գիշերային սեղանիկին կար մի լուսանկար կառավարման ֆակուլտետի ավարտական արարողությունից, մեկ այլ լուսանկար Թերծի ելույթից, երրորդը տիկին Անահիտի, այն օրվա, երբ նա նորից սկսեց քայլել առանց ձեռնափայտի։ Նայել։ Ով այդ լուսանկարներին Մարինեն հասկացավ, որ իր ճանապարհորդությունը ոչ միայն խարդախություն բացահայտելու կամ պաշտոնի բարձրացում ստանալու մասին էր։ Այն մասին էր, որ բացահայտի, որ յուրաքանչյուր սովորական մարդու մեջ կա արտասովոր ներուժ, որը սպասում է ճիշտ հնարավորության բացահայտվելու համար։ Մարինե Վարդանյանը, ծայրամասի աղջիկը, որը դարձավ մաքրուհի, իսկ հետո ընկերության տնօրեն բաժնետեր, ապացուցել էր, որ սահմաններ չկան նրա համար, ով քաջություն ունի երազելու վճռականություն գործելու։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Մարինեի ճանապարհորդությունը խորապես հուզեց ձեր սրտերը։ Եթե քաջության, վճռականության փոխակերպման այս պատմությունը ձեր մեջ ինչ-որ բան արթնացրեց, թողեք ձեր հավանումը ներքում, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում մեզ պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը հուզել։ Ամեն օր մենք ձեզ համար բերում ենք այսպիսի իրական ոգեշնչող պատմություններ, որոնք բացահայտում են այն ուժը, որը մեզնից յուրաքանչյուրն ունի, փոխելու մեր սեփական իրականությունը մեզ շրջապատող մարդկանց կյանքը։ Մարինեն մեզ սովորեցրեց, որ կարևոր չէ, թե որն է մեր ներկայիս պաշտոնը կամ որտեղից ենք մենք եկել, մենք բոլորս մեր մեջ ունենք աշխարհում փոփոխություն մտցնելու կարողությունը։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը, մեկ պատմությամբ, որը կհուզի ձեր հոգին, կարթնացնի ձեր մեջ լավագույնը։